Բարև ձեզ, ես Գայանե Մնացականյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների մանկաբարձ գինեկոլոգ և մանկական գինեկոլոգ։ Այսօր կխոսեմ կանանց սեռական համակարգում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկի՝ էնդոմետրիումի պաթոլոգիայի մասին, մասնավորապես էնդոմետրիումի պոլիպների մասին։ Էնդոմետրիումի պոլիպները մեծապես բարորակ գոյացություններ են, որոնց առաջացման մեխանիզմը վերջնական պարզաբանում չունի, բայց ապացուցված է, որ ամենից հաճախ առաջացման պատճառը հորմոնալ դիսբալանսներն են, տարածբնույթ շեղումները, որոնք բերում են արգանդի լորձաթաղանթում գոյացությունների առաջացմանը։ Կախված գոյացության չափերից կլինիկական դրսևորումները տարբեր են՝ մինչդաշտանային քսվող արյունային արտադրություն, առատ երկարատև դաշտան, արյունային արտադրություն սեռական հարաբերության ժամանակ և այլն։ Շատ հաճախ էնդոմետրիումի պոլիպները հայտնաբերվում են պրոֆիլակտիկ զննումների, ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ։ Ուզում եմ նշել, որ էնդոմետրիումի պոլիպները մինչև 1 սմ չափերով, որոնք չունեն կլինիկական որևիցե դրսևորում, վիրաբուժական բուժման ենթակա չեն և պարտադիր է միայն դինամիկ հսկողությունը։ Եթե 1 կամ 2 դինամիկ հսկողության ժամանակ արձանագրվում է էնդոմետրիումի պոլիպի չափերի մեծացում, ապա վիրաբուժական միջամտությամբ հեռացումը խիստ պարտադիր է։ Ուզում եմ նշել, որ էնդոմետրիումի պոլիպների բուժման միակ տարբերակը դա վիրաբուժական հեռացումն է։ Վիրաբուժական հեռացումը իրականացվում է ազգայացման պայմաններում հատուկ գործիքների էնդոսկոպի միջոցով։ Էնդոմետրիումի պոլիպը հեռացվում է հիստերոսկոպիկ եղանակով։ Հատուկ օպտիկական հսկողության պայմաններում հեռացվում է միայն գոյացությունը, որը պարտադիր կերպով ուղարկվում է հյուսվածքաբանական քննության, պարզելու նրա առաջացումը և ծագումը։ Էնդոմետրիումի պոլիպների հեռացումից հետո շատ կարևոր է պացիենտին առաջարկել հետագա ճիշտ բուժման և վարման տակտիկա, որը մեծապես կախված է թե պացիենտի տարիքից, թե հետագայում ունեցած ռեպրոդուկտիվ պլաններից։ Պրոֆիլակտիկ հետազոտությունները շատ հաճախ ձեզ ազատում են հետագայում լուրջ առողջական խնդիրներից։ Եղեք տեղեկացված և առողջ։